Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բաքվում հերթական հասարակական ճգնաժամն է հասունանում ջրի խնդիրներով եւ դպրոցներում բռնություններով պայմանավորված, իսկ տարածաշրջանը հայտնվել է նոր էսկալացիայի վտանգի առջև։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ ԱՄՆ-ից տասնյակ ռազմական ինքնաթիռներ զենք ու զինամթերք են հասցրել Իսրայել։ Իսրայելական 13-րդ ալիքի փոխանցմամբ վերջին օրերին Թել Ավիվ են ժամանել ԱՄՆ ռազմաօդային ուժերի տասնյակ բեռնատար ինքնաթիռներ, որոնք Գերմանիայում տեղակայված ամերիկյան բազաներից զինամթերք են տեղափոխել Իսրայել։ Մատակարարումները կատարվել են տարածաշրջանում ռազմական նոր էսկալացիայի եւ հատկապես իրանական ուղղությամբ հնարավոր գործողությունների նախապատրաստության ֆոնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սպասում է Թեհրանի նոր առաջարկներին, սակայն ընդգծել էր դիվանագիտական լուծման համար ժամանակը սահմանափակ է։ Այս ֆոնին ավելի ակնհայտ է դառնում նաև Ալիևի ռեժիմի դերը տարածաշրջանային գործընթացներում։ Բաքուն շարունակում է խորացնել ռազմաքաղաքական կապերը Թել Ավիվի հետ, պահպանելով Իսրայելի հիմնական գործընկերներից մեկի դիրքը տարածաշրջանում։ Իսրայելի ուժայինները Իթամար Բեն Գվիրի ներկայությամբ դաժան վերաբերմունք են ցուցաբերել դեպի Գազա ուղևորվող թուրքական նավատորմի անդամների նկատմամբ։ Իսրայելը ձերբակալել է Սումուդի գլոբալ նավատորմի 430 անդամի, հայտարարելով, թե հումանիտար առաքելությունը պարզապես PR ակցիա էր իշահ Համասի։ Ձերբակալությունների ժամանակ իսրայելական ուժայինները բիրտ ուժ են կիրառել, իսկ Բեն Գվիրը հետևել է գործողություններին ժպտալով ու Իսրայելի դրոշը թափահարելով։ Այս ամենի ֆոնին Ալիևի ռեժիմը շարունակում է մնալ Թել Ավիվի ամենամոտ գործընկերներից մեկը, լռելով Գազայում տեղի ունեցող բռնությունների մասին։ Հիշեցնենք, մայիսի 14-ին Թուրքիայի նավահանգիստներից դեպի Գազա էր ուղևորվել ավելի քան 50 նավ, շուրջ 500 ակտիվիստներով աշխարհի 45 երկրներից, գրում է Հայքինազը։ Թուրքիան հերթական անգամ հայտարարել է՝ Ղրիմը Ուկրաինա է։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանին Ղրիմի միացման 12-րդ տարվա կապակցությամբ, ընդգծելով, որ Անկարան չի ճանաչում միջազգային իրավունքին հակասող այս փաստացի իրավիճակը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Առանձին շեշտ է դրվում նաև Ղրիմի թաթարների հարցի վրա։ Անկարան հայտարարել է, որ շարունակելու է ուշադրությամբ հետևել թերակղզում տեղի ունեցող զարգացումներին։ Թուրքիայի այս հայտարարությունը հերթական ազդակն է, որ Անկարան, չնայած Մոսկվայի հետ համագործակցությանը, Ղրիմի հարցում չի փոխում իր պաշտոնական դիրքորոշումը։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կարող է ստանալ նոր բացառիկ լիազորություններ, հայտնում է Բլումբերգը։ Թուրքիայում շրջանառվում է օրինագիծ, որով Էրդողանին կտրամադրվի անձնական իրավասություն, հայտարարելու 200 մղոնանոց բացառիկ տնտեսական գոտու մասին։ Խոսքը վերաբերվում է Էգեյան ծովին եւ Արևելյան միջերկրականին, որտեղ Անկարան վիճելի տարածքների շուրջ մրցակցում է Հունաստանի եւ Կիպրոսի հետ։ Այդ գոտիները կարևոր են ձկնորսության, բնական պաշարների արդյունահանման եւ հորատման իրավունքների տեսանկյունից։ Նախաձեռնությունը կարող է նոր լարվածություն առաջացնել տարածաշրջանում, հատկապես այն պայմաններում, երբ Անկարան ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարում միջերկրական ուղղությամբ։ Իսրայելական Հարեց պարբերականը հայտնում է, որ միջազգային քրեական դատարանը գաղտնի ձերբակալության օրդերներ է տվել իսրայելցի 5 պաշտոնյաների նկատմամբ։ Ըստ հրապարակման օրդերները վերաբերում են 3 քաղաքական գործչի եւ 2 բարձրաստիճան զինվորականի։ Թե կոնկրետ ովքեր են ներառված ցուցակում առայժմ չի հրապարակվում։ Հարեցի փոխանցմամբ որոշումը կապված է պատերազմի ընթացքում իսրայելցի պաշտոնյաների դեմ առաջ քաշված մեղադրանքների եւ ընթացող դատական գործընթացների հետ։ Այս զարգացումները հերթական անգամ մեծացնում են միջազգային ճնշումը Թել Ավիվի վրա, մինչ Իսրայելի մերձավոր գործընկեր Ալիևի ռեժիմը շարունակում է բացահայտ աջակցել իսրայելական ռազմաքաղաքական գծին։ Բաքվի թիվ 271 դպրոցում աշակերտ է ծեծի ենթարկվել։ Դեպքի մանրամասները դեռ ամբողջությամբ չեն հրապարակվել, սակայն միջադեպը հերթական անգամ ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի կրթական համակարգում աճող բռնության եւ վերահսկողության խնդիրները։ Մինչ Ալիևի ռեժիմը փորձում է արտաքին աշխարհին ներկայացնել ժամանակակից եւ զարգացած Բաքվի պատկեր, նույնիսկ դպրոցներում երեխաների անվտանգությունը մշտապես հայտնվում է հարցականի տակ, գրում է Ձևիչյա Բաշնյան։ Թուրքիայի Մերսին նահանգի Տարսուս քաղաքում զինված տղամարդը կրակ է բացել ռեստորանում։ Սկզբնական տվյալներով զոհվել է 4 մարդ, եւս 8-ը վիրավորվել էին, սակայն հետագայում հայտնի է դարձել, որ զոհերի թիվը հասել է 6-ի։ Հարձակվողը Մեթին Օսթյուրքը դեպքից հետո փախել էր ավտոմեքենայով եւ շարունակել հարձակումները այլ բնակավայրերում։ Թուրքիայի ոստիկանությունը լայնածավալ գործողություններ էր սկսել նրան հայտնաբերելու համար։
Թուրքիա գազեթեսի փոխանցմամբ, երբ ոստիկանությունը պարզել է նրա գտնվելու վայրը, Օզտյուրքը ինքնասպան է եղել։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մի ծայրահեղական սյունից պղծում քրիստոնեական սրբավայրը թքելով Սուրբ Կույս Մարիամի տաճարի ուղղությամբ, որը գտնվում է Ալ-Ղոդսի, Երուսաղեմի 5 քաղաքում, Փրկչի հովիվների եկեղեցու հարևանությամբ։ Ըստ տարածվող տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել այսպես կոչված դրոշների երթի ընթացքում։ Միջադեպը հերթական անգամ ընդգծում է աճող անհանդուրժողականությունն ու ագրեսիվ վերաբերմունքը ոչ հրեական կրոնների սրբավայրերի նկատմամբ, ինչի մասին բազմիցս ահազանգել են նաև քրիստոնեական համայնքների ներկայացուցիչները։ Այս ֆոնին առավել աղմկահարույց է դառնում Ալիևի ռեժիմի բացահայտ մերձեցումը Թել Հավիվի հետ, մինչ տարածաշրջանում աճում են դժգոհությունները Իսրայելի գործողությունների եւ կրոնական սրբությունների նկատմամբ վերաբերմունքի շուրջ, գրում է Shia News Telegram-յան ալիքը։ Մինչ Իսրայելում պղծում են քրիստոնեական սրբությունները, Թուրքիայում Իսրայելի հասցեին քննադատական գրառում կատարելու համար թուրք երգիչ Յաշար Իփեքը դատապարտվում է 3 տարվա ազատազրկման։ Գործը հարուցվել է Թուրքիայի գլխավոր ռաբինատի կողմից բողոքից հետո երգչի հրապարակման պատճառով։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել հասարակության մեջ վախ եւ խուճապ տարածելու սպառնալիքի հոդվածով։ Այս դեպքը հերթական անգամ հակասության մեջ է դնում Անկարայի բարձրաձայնած հայտարարությունները պաղեստինցիների պաշտպանության մասին եւ երկրի ներսում կիրառվող քաղաքականությունը։ Էրդողանի իշխանությունը մի կողմից փորձում է ներկայանալ որպես մահմեդականների պաշտպան, մյուս կողմից Իսրայելի քննադատության համար իրական ազատազրկման վճիռներ են կայացվում, գրում է Թուրանսկի Էքսպրեսը։ Միջազգային փորձագետը բացահայտել է Բաքվի ջրային ճգնաժամի իրական պատճառը։ Բաքվում անցկացվող քաղաքների համաշխարհային ֆորումի շրջանակում ջրային ոլորտի միջազգային փորձագետ Եվա Քերցհոլթը հայտարարել է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում ջրի պակասի հիմնական պատճառներից մեկը հնամաշ եւ անարդյունավետ ջրատար համակարգն է, որի հետևանքով ջրի մեծ մասը պարզապես կորչում է, չհասնելով սպառողին։ Նրա խոսքով Բաքվում անհրաժեշտ է ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան պարզել որտեղ եւ ինչ ծավալներով է ջուրը կորչում ճանապարհին։ Փաստորեն, նույնիսկ միջազգային մասնագետներն են արձանագրում, որ Ալիևի ռեժիմը տարիներով գովազդած զարգացած Բաքուն այսօր բախվել է տարրական ենթակառուցվածքային խնդիրների, մինչ միլիարդներ են ծախսվում PR նախագծերի եւ ցուցադրական միջոցառումների համար, հայտնում է Հաքին Ազը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast.info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։